Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին ժամը 20:45-ից մինչև 21:30 ընկաժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ Ադրբեջանը շարունակում է ռազմական շանտաժը Զանգեզուրի միջանցքը ստանալու համար։ Ադրբեջանն ի տարբերություն ՔՊԻ կապիտուլյանտների չի ցանկանում խաղաղություն, այլ պատրաստվում է նոր պատերազմի։ Դրա համար զինվում է Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի օգնությամբ։ Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն, շարունակում է Հայաստանի Հանրապետությունն անվանել Արևմտյան Ադրբեջան, պահանջում է Զանգեզուրի միջանցք ու Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխություն։ Այսինքն Բաքուն Հայաստանի հետ ապագա ստորագրվելիք փաստաթուղթը չի ընկալում խաղաղության պայմանագիր, այլ Հայաստանի Հանրապետության վերջնական կապիտուլյացիա և թրքացում։ Ադրբեջանը ՔՓԱ-ական թրքամետներից պահանջում է հայոց բանակի կրճատում, ինչը նրանք մեծ սիրով կյանքի են կոչում, ինչպես նաև նոր զինատեսակների գնումից հրաժարում։ Այսինքն Ադրբեջանը դե-ֆակտո պահանջում է Հայաստանի Հանրապետության ապառազմականացում։ Քանի դեռ Երևանում իշխանության են արևմտյան դրածոներն ու թուրքական լոբբիստները, հայոց պետականությունը թուլանալու է, հայոց բանակը դավաճանվելու է թիկունքից, իսկ հայ-ռուսական դաշինքի վրա ցեխ է շպրտվելու։ Հայոց պետականության փրկության համար կա մեկ ելք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համազգային փողոցային պայքարն ու ՔՊԻ հեռացումը։ 2026 թվականի ընտրություններին ՔՊ-ն դաշինքներ է կազմելու տարբեր սատելիտ, արևմտամետ և ռուսաֆոբ կուսակցությունների հետ, որպեսզի նորից մնա իշխանության և Ալիև-Էրդողան տանդեմի հետ միասին շարունակեն մեծ թուրան կերտել հայկական հողերի և շահերի հաշվին։